Ընկերներ ողջույն, այսօր միասին ուսումնասիրելու ենք, թե ինչ բան է աշճանաձև մատրիցը, սահմանելու ենք դա եւ միասին ուսումնասիրելու ենք Գաուսի ալգորիթմը։ Դե ինչ եկեք սկսենք, նախ եւ առաջ ուրեմն դիտարկենք հետեւյալը, a-ին դա a-ով նշանակենք մատրիցի իորդ տող, այսինքն a-1, a-2, a-3 եւ այսպես շնորհենք մինչեւ a-n։ Սա մատրիցի իորդ տողն է։ Ու տանք հետեւյալ երկու սահմանումները։ Ասում է հետեւյալ առաջինը. a-ի տողի i կա տարը կոչվում է առաջատար, եթե i կան 0 չէ եւ i-ը հավասար է 0 կամական այսը փոքր է i համար։ Ինչ է սա նշանակում։ Նշանակում է հետեւյալը, որ տողի առաջատար համարվում է առաջին ոչ զրոյական տարը։ Այսինքն, օրինակ, եթե մեր տողը սա է 001 0 2 3, հա, սա իորդ տողն է ենթադրենք։ Ապա այս տողի առաջատարը համարվում է 1 առաջին ոչ զրոյական տարը, որովհետև նրանից ձախ բոլոր տարերը 0 են։ Տեսեք, երբ ասում ենք s-ը փոքրական, նշանակում է, նո s-ը սյան համարն են, չէ՞, սյան համարներով ենք նայում։ Իսկ որքան ձախ է, այդքան համարը փոքր է, այսինքն առաջին ոչ զրոյական տարից ձախ բոլոր տարերը զրոյական են։ Եւ երկրորդ սահմանում ուրեմն ասում է հետեւյալը. a մատրիցը կոչվում է աշճանաձև տեսքի, եթե տեղի ունի հետեւյալ երկու պայմանները։ Առաջինը, եթե որևէ i տող զրոյական է, ապա նրանից ներքև բոլոր տողերը եւս զրոյական են, եւ երկրորդը, եթե i կան եւ a-j-s-ը իորդ եւ j-որդ տողերի առաջատարներ են, ապա եթե in փոքր է j, նշանակում է իորդ տողը վերևում է, j ներքևի տողն է։ Հետևում է, որ կան փոքր է s, այսինքն այս տողի առաջատարը եւ այս տողի առաջատարների դասավորությունը հետեւյալն է, որ j-որդ տողի, սա j-որդ տողն է, j-որդ տողի առաջատարը գտնվում է i-որդ տողի առաջատարից աջ կողմի վրա, աջ սյունակում։ Եթե սա մեր k-որդ սյունակն է, այսպես գծեմ, k-որդ սյունակն է, ուրեմն սա էլ մեր s-որդ սյունակն է։ Այստեղ գտնվում է j-որդ տողի առաջատարը, իսկ այստեղ կարա գտնվի i-որդ տողի առաջատարը։ Ну այսպես, եթե օրինակ մատրիցը զրոյական է, ուրեմն ինքը համարվում է աշճանաձև տեսքի, իսկ ոչ զրոյական մատրիցի դեպքում աշճանաձև տեսքը հետևյալն է։ Տեսեք, այս տարը առաջատարն է, իրենից ձախ բոլոր տարերը 0 են, իրենից ներքև բոլոր տարերը 0 են։ Հիմա եթե սա էլ հաջորդ տողի առաջատարն է, ուրեմն նայեք, ինքը գտնվում է նախ իրենց ձախ նույնպես սաղ 0 են, իրենց ներքև սաղ 0 են, ու այս երկու տարերի դասավորությունը նայեք, որ այս տարը գտնվում է այս տարի սյունակից աջ սյունակում, այս սյունակում է գտնվում։ Այստեղ տանք նաև հետևյալ սահմանումը, ռանգի սահմանումը, ուրեմն ոչ զրոյական տողերի քանակը անվանում են ռանգ, նշանակենք r-ով, հա, տարբեր նշանակումներ կան, մենք r-ով կնշանակենք, r-ան դա ոչ զրոյական տողերի քանակն է, ուրեմն r-ան հավասար է r, այսինքն ցույց է տալիս թե տվյալ դեպքում r, որտեղ ոչ զրոյական տողերի քանակը տեսեք r-ի է հավասար։ Առաջին տող, երկրորդ տող, մինչև r-րդ տող, մնացած տողերը բոլորը զրոյական են, եթե ինչ-որ տող զրոյական է, ուրեմն ինքը գնում է ներքև։ Շատ լավ, հիմա միասին ձևակերպենք հետևյալ թեորեմը, ուրեմն թեորեմն ասում է հետևյալը, որ յուրաքանչյուր a մատրիցի տողի նկատմամբ տարական ձևափոխություն կատարելով կարող ենք բերել այն աշճանաձև տեսքի։ Ինչպես ապացուցենք այս թեորեմը։ Ուրեմն, եթե a մատրիցը մեր զրոյական է, ապա ինքը արդեն աշճանաձև տեսք է, որտեղ աշճանաձևի սահմանումը ասաց, եթե զրոյական մատրից ունես, ինքը համարվում է աշճանաձև տեսքի։ Հիմա ենթադրենք հետևյալը, որ a-ն զրոյական չի, K մեկը իր առաջին ոչ զրոյական սյան համարն է։ Ոչ զրոյական սյուն նշանակում է, որ այդ սյունում կա գոնե մեկ հատ ոչ զրոյական տար։ Պարզության համար ենթադրենք A1 0 չի, եթե հանկարծ A1 0 եղավ, ապա այս տարական առաջին տիպի տարական ձևափոխություն կատարելով ոչ զրոյական տողը կբարձրացնեմ վերը։ Եվ հիմա հաջորդիվ ինչ եմ անում։ Հաջորդիվ օգտվելու եմ երրորդ տարական ձևափոխությունից։ Այն է, եթե սրա համար բացատրենք, ուրեմն ինչպես եմ վարվում։ Կվարվենք հետևյալ կերպ, երկրորդ տողին ես կգումարեմ առաջին տողը, բայց բազմապատկած մինուս a2 k1 բաժանած a1 k1-ով։ Այս սրանով կբազմապատկեմ, երկրորդին գումարեմ առաջինը գրեմ երկրորդ տեղում, բազմապատկած սրանով։ Երրորդի դեպքում կկատարեմ հետևյալ կերպ, երրորդի ու առաջինի հետ։ Երրորդն ու առաջինը կգումարեմ գրեմ երրորդ դիրքում, բազմապատկելով նախապես առաջինը մինուս a3 k1 բաժանած a1 k1 այս գործակցով եւ այսպես շարունակ m-ի համար ուրեմն կստանա մինուս am k1 բաժանած a1 k1 վերջինն ու առաջինի համար եթե սա անեմ ուրեմն առաջինը կբազմապատկեմ այս գործակցով կգումարեմ վերջի տողի հետ ու կգրեմ այստեղ արդյունքում ինչ եմ ստանալու արդյունքում այս բոլոր տարերը ես կզրոյացնեմ իսկ իմ նպատակը հենց դա էր այս բոլոր տարերը զրոյացնել որտեղ ուզում եմ որ a1 k1-ը լինի իմ
առաջատարը, այսինքն իրանից ձախ սաղ լինեն 0-ներ, իրանից ներքև նույնպես պետք է ստանամ ես 0-ներ։ Իսկ սա երրորդ տիպի տարրական ձևափոխություն է, որը թույլատրելի է իրականացնել։ Հիմա հաջորդիվ այս նույն ալգորիթմը, որ մենք նոր կիրառեցինք, կիրականացնենք էլի այս մատրիցի նկատմամբ, բայց արդեն անտեսելով առաջին տողը, այսինքն այս տողը անտեսում ենք, ուրեմն հաջորդ առաջին ոձրոյական տարը կգտնվի K2 սյունակում, իսկ K2 սյունակը մենք հստակ գիտենք, որ K1 սյունակից մեծ, այսինքն գտնվում է ավելի աջ, որովհետև եթե ես այս տողը անտեսում, նշանակում է սա զրոյական սյուն է, չէ, իր համար։ Ինքը դիտարկելու է այսպես ինչ-որ մատրից, իսկ այս մատրիցից այս սյունը արդեն զրոյական է, այսինքն մնացածի համար է նույն գործողությունը անում։ Եվ այսպես շարունակելով իմ մատրիցը կստանա աստիճանաձև տեսք, ուրեմն խնդրում այս թեորեմի ապացույցի մեջ նշված մոտեցումը, սա կոչվում է Գաուսի ալգորիթմ, այստեղ ներկայացված մոտեցումը Գաուսի ալգորիթմն էր։ Գործնական մենք սա կկիրառենք, որպեսզի ավելի պատկերավոր դուք հասկանաք։ Այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել YouTube каналին, տարածել վիդեոկուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։